Լիտվայի իշխանությունները մեկ ամսով փակել են Բելարուսի հետ սահմանը Մաքսանենկ ճանապարհով ծխախոտ տեղափոխող օդապարիկների օդային հարձակումներից առաջացած անվտանգության սպառնալիքների պատճառով։ Այս մասին հաղորդում է Եվրոնյուզը։ Շալչինկայի սահմանային անցակետը կփակվի ամբողջությամբ, մինչդեռ Մեդինիկայը կմնա փակ որոշ բացառություններով։ Այս անցակետով կթույլատրվեն անցնել դիվանագետները, Կալինինգրադից տարանցիկ ուղևորները, Լիտվա վերադարձող քաղաքացիները, Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները։ Լիտվայի բնակչության թույլտվություն ունեցող անձինք նույնպես կկարողանան ստանալ մարդասիրական անցագրեր, որոնց վերաբերյալ որոշումը կկայացնի պետական սահմանապահ ծառայությունը։ Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Վլադիսլավաս Կոնդրատովիչուսը։ Լիտվայի իշխանություններն այս որոշումը կայացրել են Բելարուսից Լիտվա մտնող Մաքսանենկ օդապարիկների պատճառով, ինչը հանգեցրել է օդանավակայանների գործունեության սահմանափակումներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չի հաջողվել համաձայնեցնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անձնական բանակցությունների ժամկետները։ Այս մասին հաղորդում են կորեական լրատվականները։ Ես շատ լավ եմ ճանաչում Կիմ Չեն Ընին, մենք շատ լավ ենք շփվում։ Մենք իսկապես չկարողացանք ժամանակի շուրջ համաձայնության գալ, ասել է Թրամփը չորեքշաբթի օրը Կյոնջուի ազգային թանգարանում Հարավային Կորեայի նախագահ Լի Չժեմյոնի հետ ընդլայնված գագաթնաժողովի բացման խոսքում։ Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆը կայցելի Ադրբեջան ու կմասնակցի այսպես կոչված հաղթանակի օրվա շքերթին։ Այս մասին հայտարարել է Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի նախագահ Սեյեդ Յուսուֆ Ռազա Գիլանին ԱՊԱ-ի փոխանցմամբ։ Պակիստանը բարձր մակարդակով կմասնակցի նոյեմբերի 8-ին կայանալիք հաղթանակի շքերթին, քանի որ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ աննախադեպ են, նշել է Սենատի նախագահը։ Մյուս կողմից էլ Ռուսաստանն ու Ադրբեջանն են ջանասիրաբար աշխատում տարբեր մակարդակներում ու երկու երկրների միջև երկխոսությունը շարունակվում է։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ներկայումս ընթանում է քրտնաջան աշխատանք ու նախագահը բարձրացրել է այս բոլոր զգայուն հարցերը եւ դրանք բարձրացվում են աշխատանքային մակարդակով։ Մենք շարունակում ենք երկխոսությունը, ասել է Պեսկովը լրագրողների հարցերին պատասխանելիս։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացիների ձերբակալում է տեղի ունեցել, որոնք ըստ ադրբեջանական կողմի կապված են Իրանից թմրանյութերի տարանցման ու կիբերհանցագործությունների հետ։ Նրանք ձերբակալվել են 4 ամսով։ Եվ օրվա լուրը Սեուլի կենտրոնում կարևոր դիվանագիտական հանդիպումներից առաջ հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ, արտահայտելով իրենց դժգոհությունը ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Չինաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ ԱՄՆ դեսպանատան մոտ ցուցարարները գոռում են ոչ Թրամփին։ Ոստիկանական ավտոբուսները փակել են նրանց մուտքը դարպասներ։ Մի քանի 100 մետր հեռավորության վրա Գյոնբոկունգ պալատում մեկ այլ խումբ պաստառներ էր պահում, որոնց վրա գրված էր ոչ Չինաստանին եւ ՉԿԿ-ն դուրս գրություններով։ Ցույցերն ուղղված են ԱՄՆ եւ Չինաստանի առաջնորդների այս շաբաթ Հարավային Կորեա այցի դեմ։ Հարավային Կորեան վաղուց ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է, հաշվի առնելով ամերիկյան աջակցությունը կորեական պատերազմից ի վեր։ Միևնույն ժամանակ Չինաստանը մնում է նրա ամենամեծ առևտրային գործընկերն ու կարևորագույն արտահանման շուկան։ Հարավային Կորեան հայտնվել է դժվարին իրավիճակում։ Նախագահ Լին փորձում է մանևրել երկու գերտերությունների միջև, որոնց հետ երկիրը խորապես տնտեսապես ինտեգրված է, ասել է Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի ներկայացուցիչ Դարսի Դրոուտ Վեխարեսը։ Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 30-ին վաղը Սեուլում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հանդիպումը, որը կարող է ազդել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության վրա։ Իսկ դուք եթե ուզում եք իմանալ ինչ է կատարվում աշխարհում, ապա մնացեք մեզ հետ։